Հիմա տեսեք, ես անձնագիր նստած եմ, չէ՞, որևիցե մեկը կհնչեցնի, տեսեք ինչքան կան երևանցիներ, որոնք ինձ անձամբ ճանաչում են։ Ոմանք դեռ խորհրդամիության տարիների ժամանակից։ Հա։ Օրինակ, գլխավոր խմբագրեր այդ անմակարդակ Հայաստանի ղախպա մամուլի։ Հա։ Օրինակ, մի հատ անհետեթը կա, առավոտ, ես իմ ինչ անմակարդակ անհետեթ, չգիտեմ ինչ, արամը, բանը։ Մեր հարևաններ 7-րդ հարկում էր ապրում սովետի վաղ, մենք ես 5 մի անգամ էլ Էվաս խելոք տղա էր։ Մի անգամ էլ ռետին տվեց այդ ուսանողական ժամանակը գնաց խելոք բերես կհնչեցնի դա։ Չէ, ինչ ես խոսում։ Այս հանցագործությունը, որ կատարվում է իմ նկատմամբ, սա նույնն է, ոսում դու Հայաստանի քաղաքացի ժամկետը անձնագրիտ լրացել է գնում ես ովիր, ասում են չէ, Նիկոլ Ղախպեն հրահանգել է կարգադրել է, որ քեզ բոզի տղանիկու։ Հա, լավ, կամ ասենք ուրիշ հարևան, 4-րդ հարգի հարևան մի հատ Աբգար կար, որ այդ լրագրողների միության նախագահն էր, ով էր ազգանունը չեմ հիշում, ես, հա, հիմա կարևոր չի։ 4-րդ հարգի սովետի վաղ մի անգամ բարձրացավ ինչ որ խնդիր էր խողովակների սանտեխնիկ, ես այդ կա չեմ հասկանում, բերեց այդ բանվորներին, ստե գլխավոր, ստե կապ չունի, հասկանում եմ, չէ, գլխավոր, ես լավ ընդունեցի, խնդրեմ, իրատունը ինչ էի սարկում, չգիտեմ, եկանում եմ, խնդրեմ, կարևորը դա, որ լավ ընդունեցի, չգիտեմ, այս ընկերը լրագրողների միության կարծեմ ինքն էր, չէ, հիմա, հա, կհնչեցնի, որ ես, երևի թե ոչ, մյուսը, գլխավոր մի հատ էլ անմակարդակ հիմար բան կա, հրապարակ թերթին Արմինեն, անձամբ ինձ ճանաչում է այդ Քոչարյան տականքի ժամանակ, բռնեցին հոդվածս աղավաղեցի, սա հիշում եք, որ խաչ էր քաշած հրապարակի վրա, ես գրել եմ, որ Բես Քոչարյանն այդ տականքը խաչաքաշ է հայ ժողովրդի վրա, Հայաստանի Հանրապետության վրա, եւ իրոք բռնեցին սաղ ուրիշ բաներ էլ եկել, սաղ աղավաղեցի մի հատ դեբիլ մեկին հանձնարարել մի հատ դեբորից է գտել էր, էլի, հա։ Հիմա ես իդեպ կարծեմ սոսկայքերով դրանց դիմել, կհնչեցնի չէ արա, չէ ոչ ոք չի հնչեցնի։ Ուրիշներն է կան, որոնք ինձ անձամբ ճանաչում են։ Հա, մոռացա, այսօր էլ մի հատ ղախպա կա Աղասի անունով, որը Ջավախ կա հայության, միության, չգիտեմ, Ռուսաստանում, թե Մոսկվայում ինչ-որ դրանց անուններից հա գրում է Թվիտերում, հա գրում է։ Այսօր իմ համար Թվիտերը մնացել անվանումը, գրում է Հայաստանի մասին, ասում եմ ընկեր, մի քանի անգամ դիմել, ասում եմ ընկեր, ես առանց անձնագրի նստած եմ, իգնոր չի պար, այ ղախպա, բել ոնց ես քեզ Հայաստանի մասին գրել, սիկտիրից քաշի այ ղախպա, այսպես ղախպեք է սա, նա ունի բան, կարա բարձրաձայնի այդ հարցը, չէ, ղախպեք է սա, հələ Հայաստանցի է, չի էլ, սա ղախպեք են, հայրը ղախպեք են, հիմա տեսեք, մի բան քանի չեմ մոռացել ես նշեմ, հիմա տեսեք, ինչ պղծություն է անում Նիկոլ Ղախպի ծնունդը, բայց ճիշտ մեկնաբանություն բացի ինձանից ոչ ոք չի տվել, օրինակ այն երբ այդ Միհրանյանի, ոնց էր անունը չեմ հիշում, Անդրանիկ Միհրանյանի եւ Արայիկը Պուտինի բաժանաղին, որոնք հայաստանցիներ են, Հայաստան մուտք չթողեց բոզի տղեր, Նիկոլը տեսեք է, արա անկախ ամեն ինչից, այդ երկուսն էլ ինձ հեչ հաճելի չեն, հակառակը տհաճ են, բայց ես հո իմ վերաբերմունքը եւ արդարություն եւ օրենքը եւ գործողությունը դրանից իմ վերաբերմունքից հո չպետք է ելնի, բայց արդարությունը նրանում է կայանում, որ ըստ երևույթին երևի նրանք դիմել են որպես հայաստանցիներ, որ ըստ երևույթին մերժել են, միգուցե չեն դիմել, կարևոր չի, նրանք հայաստանցիներ են, չէ եթե ունենային Հայաստանի անձնագիր, չէր կա, ֆորմալ էլ նա իրավունք չեր ունենա մուտքը արգելել, չէ։ Ես ենթադրում եմ, որ միգուցե դիմել են, մերժել են կամ կարևոր չի, ուրեմն դրանց կամ Հայաստանի անձնագիր չի տալի, կամ սա ինչ պղծություն է, էլի բոզի տղան Նիկոլը չի տալի, իսկ այն ռուսներին, որի կանգա տատը
էլի ես իմ ինչ մտամ հայա, սաղ ընտանիքով Հայաստանի լիարժեք անձնագիր է ստանում, էլի, բոզի տղա Նիկոլես ինչ ես անում, պղծությամբ վերին աստի, կամ ինչ է նշանակում, Ղարաբաղցիներին նախ ես ասեմ, իմ պայքարը, այդ Ղարաբաղյան շարժման եւ այլն, այդ տականքների վերնախավից Սերժիկ վերնակ, քակակերների, Սերժիկ դրանց դեմ էր, էլի, բայց ոչ թե ժողովրդի, ես բազմիցս ասել եմ, այդ հասարակ ժողովուրդը պատանտ են, այդ Ղարաբաղյան շարժումն, այդ Լևոն Խեր Պետրոսյանների, դրանց պատանտ են, իրանք մեղավոր չեն, բայց անկախ ամեն ինչից, մանավանդ որ դու էլ բոզի տղա Նիկոլ քաշել ես, քո պատճառ դու քաշել ես, էլի, քո պատճառ, ինչ է նշանակում այդ մեծ կան 70 բոզի տղա երկրորդ սորտի քաղաքացիներ ես բանանում հրճակում Նիկոլ բոզի տղա ազգուծակումով հայերին Նիկոլ բոզի տղա դու անձնագիր չես տալի ծնողդ բաբոս չի ծնողդ քուն եմ Նիկոլ բոզի տղա չգիտեմ եթե դուք համբերատար կլսեք ես կբացատրեմ բոլոր լավ բոլորի մոտեցումը մյուս հոլովակում լավ խոսքը ինչի մասին էր այս հոլովակում ղախպեկ ես չեմ ասում բոլոր հայաստանցիները չէ 95-99% ինչքանը չգիտեմ բայց առավել ևս նրանք ովքեր քաղաքական դաշտում են լրագրողներ ոչ ոք չբարձրաձայնեց այն հարցը որը հիմա ինձ որպես Հայաստանի քաղաքացի որը այդ հարցը իր մեջ հանցագործություն է պարունակում Նիկոլի ռեժիմի կողմից իմ անկախ դրանից ինչպես եք ինձ վերաբերվում Ես արդեն արել էի հոլովակ այդ պորնիկ հայելի ակումբի անժելան այն մի հատ ֆրանսիացի յիբիոմատ կար գալիս էր գնում էր այդ էլ լռություն սկզբից զանգեց խոսած հետո ասում եք իմանամ հետո ըստ երևույթին նրան այդ Քոչարյանի ղախպեկը ասեցին որ չբարձրաձայնի որտեվ Անժելայի ակումբում այդ ղախպեն նստած էր էլի լավ արդեն ես զրափակվում եմ դեռ ես կխոսամ Ես եւ այլ առնչվող սրա հետ հարցերի շուրջ։ Բայց դա ինչ է նշանակում։ Օրինակ ես ենթադրենք ես վարչապետ եմ, չէ՞։ Անկախ դրանից Հայաստանցի անկախ ազգուծակումից Հայաստանցի, չէ՞, Հայաստանում ծնված մեծացած Հայաստանի քաղաքացի։ Անկախ դրանից ինչ է ինքը մտածում, ոնց է վերաբերվում ինձ կամ չի մտածում։ Դա ինչ կապ ունի։ Ոնց կարաս դու կարկադրես նանդ քունեմ Դա Նիկոլ ընտանիքդ քուն եմ, սրանք պասպորտ մի նանդ քուն եմ Նիկոլ, նանդ քուն եմ, ընտանիքդ քուն եմ,